Հարկելի հայրենագիստներ, գողջունենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսյան անունով մի քանի վարգաններեն դյունանք մեր ուղիեթեր ծառայությունը, ուրեմն կանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, որովհետեւ միասին ունենանք այս օրտնապեր ժամերը։ Ինչպես գիտեք, կշարունակենք մեր կորց առաքելոցի քիրքի սերտողությունը համար առ համար, ուրեմն եկեք աղոթենք միասին, Տիրոջ խոսքը լսենք, պատվենք Տիրոջը, հասկանանք մեր կյանքի նպատակը եւ այդպես երթանք առաջ իր կամքին համաձայն։ Մի քանի վարգաններեն կվերակտնենք իրար։
խորհրդական հավիտենականության հայր սքանչելի խորհրդական հավիտենականության հայր խաղաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր է քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի երրորդությամբ մեր Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Իրենը լա փառքը, բադիվը, օրհնությունը, փառապանությունը ամեն վարյան եւ ամեն բանի մեջ։ Սիրելի քույր եղբայրներ, ուրախ ենք իսկապես, որ այսօր մենք եւս միասին ենք, այս օրտապեր ժամը մենք կվայելենք իրար հետ, կբարարվենք Տերը իր մեծապարության մեջ, կսորվենք հասկանալ, տեսնել Տիրոջ օրհնությունները վայելել միասին, իր խոսքի մեջի հարստությունները քաղել եւ այդպես մեր կյանքը շտկել իր խոսքին համաձայն։ Ինչու քանի որ Տերը գուքա իր փառքը պիտի հայտնվի բոլոր աշխարհին եւ այն ժամանակ բոլոր իրեն հետևորդները պիտի խոնարհին եւ փառք պիտի տան այդ երջանիկ հույսին, որոնք կսպասեին տարիներ եւ դարեր։ Փառք Տիրոջը, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք այսօր այս ուղիղ ծառայությանը, ինչպես գիտեք կսպրվի Փարիզեն, կհաստիցես ուր որ կգտնվիք, որ երկիրը որ քաղաքը եւ այդտեղ օրհնություններ մեր հայ ազգին, մեր հայ քաղաքին, ուր որ եք այսօր, ձեր դան մեջ, ձեր ժողովուրդով, ձեր ընտանիքով, ձեր բարեկամներով, Տերը օրհնեցես, ձեր օջախը, ձեր անձերը։ Ողջունենք նաեւ ճշմարտության խոսքի բոլոր ծառայողները տարբեր երկիրներու մեջ եւ նաեւ ICF-ի Լոս Անջելեսի մեր սիրելի ծառայագից քույր եղբայրները այդ հերոստագանի մեջ, որ Տիրոջ խոսքը կդարածեն 24 ժամի վրա։ Ամենատեպս ուրախ ենք, որ միասին ենք այսօր, օրտնապեր ժամեր մեր առջևն է եւ վստահ ենք, որ Տերը իր Սուրբ Հոգիով պիտի այցելե քեզ։ Միայն մեկ բան պիտի խնդրեմ սիրելիս, քո սիրտդ բանաս Տիրոջը։ Մեկ բան պիտի խնդրեմ, որովհետեւ դու խոնարհվես Տիրոջ առջև, որովհետեւ դու ասես Տեր խոսիր իմ հոգին։ Բաց իմ սիրտը քեզ բատվելու, քեզ օրհնելու համար։ Դեր այցելե ինձ, որովհետեւ ես ըլլամ այդ Սուրբ տաճարը, որ դու իմ մեջ բնակվես եւ իմ միջոցով այս խավար աշխարհի մեջ լույս տարածես։ Անորմալ պիտի աղոթես եւ պիտի հավատաս Հիսուս Քրիստոս խաչի վրա ելավ եւ այս խոսքը բոլոր անոնք որ վերստին ծնված են մեր մեջ։ Բոլոր անոնք որ Հիսուսի աշակերտներ են եւ գեհդեվին Հիսուսի։ Ասեմ ցեզի Սուրբ Հոգին ձեր մեջն է։ Եթե Սուրբ Հոգին քու մեջն է դու որ վերստին ծնված ես, գիտած եղիր որ այդ Սուրբ Հոգի ներկործությունը ճիշտ այս վարյանին գզգաս եւ կհասկանաս։ Միայն տեղ դուր Տիրոջը հավատա իր խոսքը եւ երբ կհավատաս իր խոսքը դու գաբրիս իր խոսքը հալելույա օրհնյալ է մեր Տերը որ մեզ կսորվեցնե սիրելիներ իր խոսքը եւ ոչ թե գուզենք ցեզ քարոզել
Ոչ թե գուզենք ձեզ բաներ ասել եւ դուք դիմաց ասեք այո, մենք ուզենք ձեզ ասել, որ դուք պետք է ստանաք աբրիկ եւ վերլուծեք այն բոլորը, որ դերը գուտացես։ Եվ ձեր միջոցով նաեւ դուք դառնաք ուսուցիչներ ձեր ծորս կողմիններուն։ Դուք կարողանաք փորձել մարդկանց դիրոջ խոսքը աբրիլ եւ աբրեցնել։ Լույսը լալ այս խավարին մեջ, լույսի զավակներու պես կսեք քայլեցեք այս խավար աշխարհին մեջ։ Անոնք անոնք որ վերստին ծնված են եւ Քրիստոսի լույսով լուսավորված են, գանչված ես դունալ քո դեղդ լույսը լալ այնքան խավար գա, այնքան իրարանցում գա աշխարհին մեջ, այնքան դարօրինակություն գա, այնքան սխալներ կան, այնքան վիճակները վատ են, որ վնասալի է այսօր բոլորին, եթե ոչ միայն Տեր Հիսուս Քրիստոսով։ Փառքը դրվի երրորդության մեր Տիրոջը։ Սամոս 108-ն վերջին համարները գսե հետևյալը. Ով Աստված նեղության մեջ մեզի օգնե, վասնզի փուջե մարդուն օգնությունը, Աստուծմով կաչություն պիտի ունենանք, ան պիտի ոտնագողե մեր թշնամիները։ Ավասիկ այստեղ Սամոս 2-ն հստակ գիտե, թե մարդուն օգնությունը փուջ է։ Մարդուց մե օգնություն սպասելը իմաստ չունի։ Մարդը չէ, որ պիտի փոխե մի վիճակ իմ կյանքից կամ մեր երկիրներուն։ Մարդը չէ, որ պիտի գետրոնանաս վրան։ Մարդը չէ, որ ուն բարգությունը պիտի դարձնես դեպի իրեն։ Մարդուց մե օգնություն չկա։ Այստեղ Սամոս 2-ն գսե դեր տուն մեզի օգնություններ է։ Մարդոց մե մենք չենք սպասեր։ Մենք քեզ մեկ սպասենք։ Մեր ցայնը կբարձրացնենք դեպի մեր Տիրոջը։ Քանզի ինք ցույց տվավ իր սերը մեր հանդեպ։ Մեր մեղքերուն մեջ ինք պետք է թադաբարտեր մեզ։ Մեր սխալներուն մեջ ինք պետք է պատժեր մեզ։ Բայց այդ բոլոր ամենայնիվ ինք ցույց տվավ իր սերը միածին որդին ղրգելով։ Եվ եթե Աստված իր միածին որդին զոհեց իմ եւ քեզ պես մեղավորներու համար, ուրեմն այդ նույն Աստվածը կգնա հասնի քեզ օգնության, եթե դու հանձնված ես իրեն, ընդունելով Հիսուս Քրիստոսը միածին որդին։ Փուջ է մարդուն օգնությունը, բայց մեծ օգուտ է Աստվածային միջամտությունը։ Եվ երբ որ դու Աստուծմով կկայլես, Աստուծո կվստահիս, եւ որ Աստծո խոսքին Հիսուս Քրիստոսի խոսքին հանձնված վստահությամբ կսորվիս հավատալ եւ վստահիլ, անժամանակ կաչությունը պիտի ունենաս, Աստվածային կաչությունը, Աստուծմով կաչություն պիտի ունենանք կսե, Աստվածային հրաշալի կաչությունը պիտի ունենաս։ Խոստում է։ Եվ քո թշնամիները, ես համարը իմ թշնամիներս պիտի ազատես մեզ, դերը պիտի ոտնագողն է մեր թշնամիները։ Որն է մեր թշնամին։ Նախ մեր մեղքերը, նախ մեր անձը, մեր բնավորությունները, մեր վախերը, մեր թերահավատությունը։ Թշնամին նաև գրնալ այս աշխարհին եկած բոլոր հրաբուրիչ ուղությունները, որ կխապեն քեզ, որուն յետևը կանգնած ամենամեծ թշնամին Սատանան ինքը։ Այո, դերը ինքը ոտնագող կտնենք թշնամին քո ոտներու տակ, եթե դու հանձնված ես Հիսուս Քրիստոսի, վստահելով կկայլես եւ քո օգնությունը մարդոց մեջ չէ, դրա մեջ չէ, փողերը չէ, հարստությունները չէ, քո օգնությունը մարդոց մեջ կամ ֆիզիկական աշխարհին չէ, քո օգնությունը երկնային, աստվածային Հիսուս Քրիստոսի միջոցով ամենագարող Հորմեն է։ Այն ժամանակ քո վստահությունը կզորանա եւ Աստուծմե քաչություն կստանաս ապրելու այս խավար աշխարհին մեջ, քաչություն կստանաս դիմակրավելու այս աշխարհի դժվարությունները եւ այն բանը որ դու չես կրնար, դերը ինքը ոտնագող կնե քո թշնամիներդ իրեն լա փառքը վստահիր Հիսուսի։ Մեմը եւս այսօր նորոգե քո ուխտը Հիսուս Քրիստոսի հետ։ Մեմը եւս այսօր հանձնվիր Տիրոջը, եւս դեր մենք շնորհակալ ենք, որ միածին որդին Սուրբ Հոգին ղրգեց այս աշխարհի մեջ եւ մեր մեջ, որբեսի մեր քաչությունը կա Աստուծմե։ Եվ եթե մենք ովևէ մեկ ցևով աշխարհային բաներու վրա վստահած ենք, բժիշկներու վրա, պաստապաններու վրա, մարդոց վրա,
ընկերներու վրա, ծնողներու վրա, կամ զավակներու վրա, այնտեղ են դեղափոխիր քո վստահությունդ։ Մի վստահիր քո զավակներուց սիրելիս։ Մի սպասե որ իրենց մեկա քո օգնությունը։ Զավակներուդ համար այնքան շատ մի զոհվիր։ Ինչու, քանի որ քո նպատակը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսով այո դու քաջություն պիտի ունենաս։ Պաշտպանելու քո զավակները, քաջություն պիտի ունենաս օրհնելու քո զավակները, քաջություն պիտի ունենաս օրհնելու քո ընտանիքը։ Բայց քո հույսը իրենք չեն։ Քո հույսը Աստված է Հիսուս Քրիստոսի հայրը։ Եվ այնտեղ են կստանաս զորությունը, իմաստությունը եւ փառքը Տիրոջ դալու համար միայն ու միայն։ Հալելույա երրորդության մեր Տիրոջը։ Փառք բադիվ մեր Տիրոջը, սիրելի քույր եղբայրներ, գաղութենք Տեր, որ դու քո Սուրբ Հոգիով այսօր այցելես ամեն մեկս, որ մեր հույսը քո վրա դլա զորությունը քեզ մեկա, մենք նմանվենք քեզ, մոդենանք քեզ, հանձնվենք քեզ եւ քեզ համար քայլենք Տեր, որտեղ ամեն ունգրտիները այս րոպեին իրենց դժվարություններուն մեջ, մտահոգություններուն մեջ, ցավերու մեջ, կամ սուքերու մեջ, ուր որ գտնվին ցերկտ երգնցուր Սուրբ Հոգի եւ այդտեղ հadouk ցևով այցելես իրենք, որբեսի այս ուղիեթեր ծառայության խոսքից սերտողության մեջ իրենք ստանան երկնայինը եւ ոչ մարդկայինը։ Փառավորվի երրորդության մեր Տերը, հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Եկեք լսենք այս գեղեցիկ երգը, որ Տիրոջ սերը անսահման է։ Տիրոջ սերը անսահման է սիրելիս։ Մի խապվիր, ինչ կսեն մարդիկ, ինչ կբադահի, Տիրոջ սերը անսահման է, հանձնվիր այդ սիրուն եւ ապրիր, ջաշագե, օրտնապերե այդ սիրուն օրտնությունները։ Հալելույա, փառքը իրեն։ Այս երգեն վերջ կվերակտնենք, կշարունակենք Գործ Առաքելոց 13-րդ գլուխը, պատրաստվեցեք, գլուխ թիվ 12։ Անսահման սեր է քո սերն Հիսուս, մարդկային լեզուն չի կարող պատմել, հրաշք է գործում քո սերն իմ Հիսուս, որ այս մտքիս երբեք չի հասնում, սերդ երբեք չի նախանձում Հիսուս, սերդ չունի իր մեջ հպարտություն, երկայնավ միտե սերդ ու քաղցրե, իրենը չի փնտրում, չի բարկանում, սերդ երբեք չի վերջանում, սերդ մնում է հավիտյան, հավերժական սեր ես դու իմ Տեր, Աստված սեր է, Հիսուս սեր է, մարդացար դու մեզ համար Հիսուս, մեր սիրուց ելնելով աշխարհ եկար, սիրո ծնունդ ես դու քո հայրն սեր է, այդ պատճառով դու աշխարհ եկար, սերը տարավ քեզ դեպ Գողգոթա, սիրուց էր որ դու արյուն հեղեցիր, և հավիտյան նստեցիր քո հորաչում, որպես բարեխոս սիրո թագավոր, սերդ երբեք չի վերջանում, սերդ մնում է հավիտյան, հավերժական սեր ես դու իմ Տեր, Աստված սեր է, Հիսուս սեր է, անսահման սեր է քո սերն Հիսուս, մարդկային լեզուն չի կարող պատմել, հրաշք է գործում քո սերն իմ Հիսուս, որ այս մտքիս երբեք չի հասնում,
Սերդ տարավ քեզ դեպ Գողգոթա Սիրուց էր որ դու արյուն հեղեցիր Եվ հավիտյան նստեցիր քո հորաչում Որպես բարեխոս սիրո թագավոր Ամեն այո, սիրո թագավոր նստեր է Հիսուս հոր աջ կողմը եւ գպարեխոսե որովհետեւ մենք հասկանանք եւ ճաշակենք այն սերը որուն համար ինք մերավ այն հավիտենական սերը որ չենք կարող երևակայել մեր այս փոքր մտքերով եւ մեր ըսկացումներով այն սերը որ մենք միան գխոսենք բայց դեռ չենք գիտեր այդ սիրո լայնությունը բարձրությունը խորությունը Այն սերը, որ միայն մենք սեր գսենք, բայց այդ սիրո մեջ, այդ բարի մեջ գա մեծ հավիտենական իմաստ։ Երբ գսենք Աստված սեր է, մենք կբախտադենք, կհամեմատենք երբեմն մենք մեր սերերով, մեր ծնողային, կամ զավակների, կամ ընկերային, կամ սիրահարների սերով, բայց այդպես չէ։ Երկնային սերը բոլորովին դարբեր է անորմալ պետք է աղոթես ամեն րոպե ամեն վայրկյան դեր ինձ հասկացուր որն է այն սերը որ քո մեջն է որովհետեւ ես ալ ապրիմ կամ ճաշակեմ կամ սորվիմ կամ հասկանամ այն սերը որ դու գսես օրհնյալ է մեր Տերը հալելույա գործարակելոց ահավասիկ եկանք Գլուխ 12 այսօր պիտի շարունակենք 6-րդ համարեն սկսյալ եւ արդեն մենք տեսանք ինչպես անցյալ անգամ հարազանքները սկսան Անդիոքի մեջ եկեղեցին հիմնվեցավ Հակոբոսը ուրեմն ասինքցի Հովաննեսի եղբայր Հակոբոսը Երուսաղեմի մեջ սպանվեցավ Մարտիրոս եղավ մեկ խոսքով Հերովտեսը հրավ այդ գործը քանի որ Հերովտեսը շատ քաղաքական մարդ էր գուզեր քաղաքականություն շահիլ ժողովուրդ շահելու համար պետք է ժողովրդին ուզածը դար եւ հрьяները ուրախացուց Հակոբոսին սպաննելով դժբախտաբար այսօր մեր երկիրներուն մեջ եվրոպական երկիրներուն մեջ կրնամսել քանի որ մենք եվրոպա ենք այսօր քաղաքական ժողովուրդը կամ քաղաքական մարդիկ գուզեն նախ մտածել իրենց աթոռներու եւ իրենց շահի մասին եւ երբեմն եւ հիմա գլայլևս դժբախտաբար շատ անգամ եվրոպային մեջ քաղաքականը ժողովրդին հաջեցնելու համար քրիստոնեությունը գլրեցնե եւ ինչպես գիտեք այսօր եվրոպայի մեջ հadouk արշավներ գերտան որ քրիստոնեությունը կանգնի ամեն ինչին գսեն այո բացի քրիստոնեության Եվ քաղաքական մարդիկ, Հերովտեսի նման մարդիկ ամեն չանք կնեն ժպտալով, հարկանքով եւ այլն, բայց ամեն չանք կնեն ոչնչացնելու ամեն քրիստոնեական հիմքեր։ Օրինակ համար Եվրոպայի մեջ մզգիթ ունենալը շատ ավելի հեշտ է, քան թե եկեղեցաշենք ունենալը։ Մզգիթ շնելը, մզգիթի առաջարկ ըլլալը շատ ավելի թյուրությամբ գնդունվի, քան թե եկեղեցի առաջարկ ըլլալը։ Մեծամասնությամբ քաղաքական մարդիկ այդ ուղղությամբ են այսօր։ Ինչպես Հերովտես այդ օրերուն Հակոբոսի սպանեց եւ տեսավ որ հաջելի էր մարդկանց Պետրոսին ալ բան դրավ։ Պետրոսին ալ գուզեր սպաննել։ Եվ 6-րդ համարին մեջ կգարտանք Հերովտես գուզեր զանիգա հաջորդ օրը դուրս բերել, ուրեմն բանդեն դուրս բերել, որպեսի սպաններ, դատավարություն ուներ։ Բայց այն գիշերը Պետրոս որ բանդներ երկու զինվորներուն մեջտեղ գկնանար։ Գեղեցիկ է այս ներգայացումը։ Գիտեք գործարակերոցը Ղուգաս ավետարանիչն է գրողը եւ շատ հստակ ձևով մանրամասն երբեմն գկրե որ մեզի ուղղություն տա։ Հրաշքի զորությունը ցույց տա։ Մանրամասնության մեջ գուզե ցույց տալ ինչպես Աստված ամենեն բահված, ամենեն խավար, ամենեն գապված դեղերու մեջ գրնա մեծ գործեր կատարել։ Պետրոս բանդի մեջ է։ Բանդի մեջ երկու զինվորներու մեջ կգնանար։ Եր գրգին շղթաներով կապված։ Բանդ
երկու զինվոր եւ գրտնաբադիկ հաստ շղթաներով կապված, ասելով որ այդտեղ են դուրս ելնելը անգարելի է, այդ ըսել գուզե Ղուգաս Ավետարանիչը։ Բահբանները թրան արջև բանդին կհսկեին, ուրեմն երկու հատ զինվոր բանդին մեջ իր հետ պաշտպանելու զինք, զարմանալի որ Հերովտես ինչպես գվախնար, որ այնքան բահակներ դրավ բարձ Պետրոսի շուրջը, Պետրոսը բարձ ցկտորս էր, ոչ բادرազմող էր, ոչ զինվոր էր, ոչ մարզիկ էր, որ այնքան վախնային իր մե, բայց այստեղ ցույց կտա Հերովտեսի վախը, քանի որ ինքը շատ լավ գիտե ինչ պատահեցավ Հովհաննես Մկրտիչին հետ, ինքը շատ լավ գիտե հոգևոր կյանքը, ինքը շատ լավ գիտե հոգևոր կյանքի զորությունը, նույնիսկ վախծեր էր, որ Հովհաննես Մկրտիչը, որ ինքը սպանեց, վախծավ, որ հարություն արած է, այնքան հոգևոր այդ մթնոլորտի մեջ է, մեկ կողմեն հագարակ է, մեկ կողմեն գվախնա, ուրեմն Պետրոսին բանդին մեջ շղթաներով կապված երկու զինվոր իր գողքին եւ առաջները տրան առաջը բահակներ բանդին կհսկեին եւ այդ բոլորին մեջ այդ անգարելի դեղը այդ փակված դեղը հանգարց գսե դիրոջ հրեշտակը եկավ եւ Պետրոսին կովը գայնեցավ ինչպես ներս մտավ այդ դիրոջ հրեշտակը եւ այստեղ դիրոջ հրեշտակը մարդու գերբարանքով եկած է այսպես հադուկ ջերմակ հակուստ եւ այլն լույս պայլադգեր եւ այլն չկա հակ գսե բարձ դիրոջ հրեշտակը եկավ կովը գայնեցավ երբ որ եկավ այն ժամանակ կս այստեղ լույս ցակեցավ գեղեցիկ այստեղ լույս ցակեցավ հրեշտակը Պետրոսին խոտը գողը խտելով արթնցուց սանիգա մեկ խոսքով այդ լույսը որ ցակեցավ Պետրոս չարթնցավ այդ լույսեն զարմանալի լույսը ցակեցավ այդտեղ Ղուգաս ասել գուզե խավար զնդանի մեջ լույսը եկավ Աստծո հոգևոր միտք ունի այստեղ ֆիզիկական լույսի մասին չէ խոսքը այդ խավարի մեջ այդ բանդի կեղտոտ գապված շղթայակապ զինվորներու բահակներով լեցուն փակ դռներով լույսը ցակեցավ հրեշտակը եկավ արկելքներու մեջ Աստծո համար չգա փակված դռներ այս քաչությունը նաև քեզ քաչալերվիր լույսը ցակեցավ բայց դեր մեր սիրելի Պետրոսը բարգած է քնացած է ստիպված եղավ հրեշտակը գողը խտելով այդ գողը խտելը հարված է ստիպված եղավ հարվածել Պետրոսին որ արտնցնե զանիգա գողը խտելով արտնցուց զանիգա եւ ասավ հիմա դայցեք խոսքերը շուտով ելիր հենց այս խոսքը գսե շղթաները գսե իր ցերկերեն վար ինգան հրեստակը ասավ քոդիտ կաբե հոաթապները թակիր ել շղթաները գկակվի քոդիտ կաբե քոդին կաբել մենք գիտենք եւ Պետրոսը այս պատկամը շատ գիտե քանի որ այս բանը որ իրեն բադայեցավ ինքը իր նամակի մեջ առաջին Պետրոսի մեջ գսեց ծեր քոդիները կոդեբնտեցեք գհիշե այս որ ինք բարգած էր եւ քնացած էր բանդին մեջ հրեշտակը գուկա լույսը գծակի բայց բան չհասկնար հրեշտակը պետք է իրեն խոթե ցավցնե նույնիսկ որ ինք արթննա շղթաները արկելք չեն ծառայությունն է կարևորը ինք մեծ կորձ ունի անելու այո Հերովտես պիտի սպաննե բանդը տրվեր է արկելքներ կան ամեն շղթաները կապված են այո բայց ինք ծառայություն ունի անելու ինք նպատակ ունի ինք գոչում ունի եւ ինք քնացած է եւ ինք դերևս սկսեր Պետրոս Հակոբոսին մերցուցին հիմա գարկը ինձ եկավ չէ որ Հիսուսը ասավ որ իմ անունովս պիտի սպաննվիկ պիտի մեռնիկ իմ գարձիկով այս մեկնաբանություն է թե Պետրոս ոչ թե հանգիստ կքնանար այլ հուսահատված կքնանար հուսահատված էր շղթաները կապված երկու զինվոր իր կողը
երկու զինվոր թուրին արչև։ Հերովտես մի քանի ժամ հետո իրեն պիտի հանե եւ իրեն պիտի սպաննե։ Ինք այդ փակ վիճակի մեջ հուսահատված էր։ Բայց մեկ բան մորցած էր ինք։ Եվ մենք կարդացած ենք այդ ինչ որ ինք մորցած է։ Համար 5-ի մեջ Պետրոս պանդին մեջ կսե բահված էր, բայց եկեղեցին անտատար աղոտ կգներ Աստուծո անոր համար։ Ինք ցերկերը վար բարգած էր, հուսահատված էր գրնամսել, քանի որ հրեշտակին խոտելը մեծ իմաստ ունի։ Երբ կսե խոցեց մեծ իմաստ ունի։ Անչեր որ ինք հանկիստ բարգած էր, շատեր այդպես կսեն, թե Պետրոս հանկիստ պատրած էր, որ մապամը պիտի լա Աստված պիտի օգներ են։ Ոչ։ Եթե այդպես լար, երբ որ հրեշտակը կա լույսը ծակեր, Պետրոս արդեն ոտքի գելեր, երեսը փառք Տիրոջ, հրեշտակը եկավ։ Բայց չէ, հրեշտակը պետք ունեցավ իրեն արթնցնելու եւ գողը խտելու։ Ոտքի էլ։ Շղթաներեն ցերկերը վարինգավ, հրեշտակը սավ կոդիտ կաբե, հողաթափները թակիր, ասել է ըներիկ բաներ ունիս, ոտքի էլ, մի հուսադիր, Աստված քեզ համար ծրագիր ունի, եկեղեցին քեզ համար գաղութ է, դու տեր ըներիկներ ունիս, մի հուսադիր, մի լսեր Հերովտեսը ինչ ասավ, մի նայր այդ շղթաներուն, մի նայր այդ բահակներուն, մի նայր այդ փակ բանդին, դու ըներիկ ունիս, հավասիկ աշակերտը, որ գանչված է Տիրոջ մե։ Անիգայել այնպես ըրավ, հրեշտակը սավանոր, հանտերցըտ վրատ ար և եգուր իմ յետևես։ Տեսակ հրամանները, մեկ ադալ կարտամ այստեղը, շուտով ելիր, կոդիտ կապե, հանտերցներըտ, հողաթափներըտ հակիր, հանտերցըտ վրատ ար, եգուր իմ յետևես։ Հրամաններ են ասոնք։ Եվ այս բոլոր բաները մենք կտեսնենք նոր գդագարի մեջ, որ հողաթափները ինչ իմաստ ունի։ Հանտերցը, կոդին, Հիսուսի հետևեն երթալ, եգուր իմ հետևես, ժողովուրդ ջամպան բացող Աստված է, մենք իր հետևեն կնացողն ենք, մենք պիտի երթանք իր հետևեն, ջամպան բացողը ինքն է, նույնիսկ բանդին մեջ ջամպա գա, նույնիսկ բանդին մեջ ջանաբար գա, նույնիսկ բանդին մեջ լույս կա, նույնիսկ շղթաներուն մեջ քագվիլ գա։ Կորձ արաքելոցը մեզ ցույց կտա, որ Սուրբ Օքին կգործե հավատարիմ հավատացյալներուն։ Սուրբ Օքին կգործե հավատարիմ աշակերտներուն, որպես իրենք շարունակեն իրենց ծառայությունը մինչև վերջ։ Պետրոս դերևս գարձած էր այստեղ իր վերջն է։ Բայց Աստծո համար ծրագիրը այդ չէ։ Մենք չենք գիտեր Աստծո ծրագիրը մեր համար։ Մենք երբեմն գարձենք պիտի ապրենք 10 տարի, 20 տարի, բայց դերևս Աստված կսե հիմա ես քեզ կգանչեմ։ Կամ երբեմն կգարձենք, որ արդեն կյանքենից վերջացավ, բժիշկը ասիգա ասավ, մյուսը այն ասավ, երգիրը այս եղավ, փանդերը փակվեցան, բինի մեռնինք, Աստված կսե ես եմ հրամանդվողը, ես եմ քո դերը, ես եմ քո հովիվը, դու իմ յետևես եգուր։ Հալելույա, ինչ գեղեցիկ պատմություն է, որ գրնանք մեր երկար խոսիլ այս թեմայով։ Եվ անալ ելլելով անոր յետևեն գերտար, բայց չեր գիտեր թե այն հրեշտակն ըրածը իրական է, ապա կգարձեր թե դեսիր կտեսնե։ Չհասկնար ինչ կպատահի, քանի որ ֆիզիկական կյանքի եւ հոգեվոր կյանքի մեջ սիրելիներ այդ կամուրջները կան, որ երբեմն չենք հասկնար։ Եվ Պողոս ինքս է, մենք ոչ թե տեսությունով կքայլենք, այլ հավատքով։ Ուրեմն տեսությունը եւ հավատքը միշտ այսպես խարտախ վիճակ է, չենք հասկնար։ Բայց երբ որ դու իր յետևեն կքալես, երբ որ դու իր յետևեն գերտաս, եւ որ հնազանդությամբ կքայլես Տիրոջ յետևեն առանց գիտնալու ուր, ինչ, ինչպես, դերը միշտ կլուսավորե քո ջամփան, ինք բարի հովիվն է դեր Հիսուսը, ինքը քայլի արջևեն եւ դու յետևեն, ուրեմն վստահիր Տիրոջը, թող լուսավորե քո ջամփատ, մի նայիր ինչ վիճակի մեջ ես, այլ նայիր քեզի ուր կդանի։ Հալելույա։ Ինք բանդին մեջներ չեր գիտեր ինչ վիճակի մեջ էր, կսպասեր մահը, բայց ահա դերը եկավ ուրիշ տեղ գտանի իրեն։ Ինք չգիտեր ուր գերտա, բայց ինք վստահած է, ինք իր յետևեն գերտա, չգիտեր ինչպես, չհասկնար ինչպես գերտա, բայց եթե դու իր յետևեն գերտաս, դերը քեզ այսպես ինչպես կսե ամպագումակիրքը եղնիկներու պես քեզ օտերեն կտրցնե։ Դու չես հասկնար, բայց ինք գիտե ուր գտանի քեզ։
Դու քո բանդերուտ մեջն ես, բայց ինք գիտե այդ բանդեն դուրս անելը քեզ։ Հալելույա։ Եվ եթե գահավատաս այս խոսքերուն, սա հալելույա գահավատամ։ Բարձրացանց է Տեր Հիսուս գահավատամ։ Իմ բանդերուս մեջ են հանողը դու ես, շղթաներս կագողը դու ես, իմ բռնված զինվորներես քերույթենես ազատողը դու ես։ Եվ նայեցեք ինչ կապադայ այդտեղ, երբ անոնք առաջին ու երկրորդ պահաբաններեն անցան, եկան մինչև երկաթե թուրը, որ շատ գեղեցիկ է գսեմ, որ քաղաքի մեջ կհաներ, ինքն իր մե բացվեցավ։ Երբ որ հրեշտակին յետևեն գքայլե, բահակներեն գացնի բահակները ոչ թե քնացած են, այլ չեն դեսներ։ Սիրելիներ հրաշք կբադայի այստեղ։ Պետրոս բանդեն դուրս կելե ոչ մեկը չի հասկնար։ Ամեն թուրերը փակ են, բահակները թուրին արջև գանտնած են։ Ոչ մեկը չի հասկնար ինչ կբադայի։ Եվ գուկա վերջին թուրը այդտեղ բահակ չկա, քանի որ այդտեղ երկաթյա թուրն է, փողոցի թուրն է մեկ խոսքով։ Բահակները ներսն են, բանդի ներսի բաժինն են։ Այդտեղ են գացնին հրեշտակով գուկա բանդի թուրին արջև։ Գեղեցիկ է գսե բանդի թուրը, երկաթյա թուրը ինքներեն կբացվի։ Երկաթի թուրը սեր է այն թուրը, որ երբեք չեր բացվեր, այն թուրը, որ ծանր է, այն թուրը, որ պետք է մի քանի զինվորներ պետք է որ բացվեր, այդ թուրը 1-2 մետրոնոց թուր չէ, այդ թուրը հսկայական թուր էր, որ մի քանի զինվորներով պետք է բացվեր։ Մարդիկ չէին գնար նես մտներ, չէին գնար դուրս ելնել, ինքներեն բացվեցավ, քանի որ Տիրոջ ներկայությունը այդտեղ էր, քանի որ Տիրոջ լույսը այդտեղ էր, քանի որ Տիրոջ զորությունը այդտեղ էր եւ Պետրոս այդ Տիրոջ զորության մեջ գքայլեր։ Հալելույա։ Անգե ելելով փողոց անցան։ Հրեշտակն ալ իսկույն անգե զատվեցավ։ Գեղեցիկ է։ Իշեք Փիլիպոսին բապմությունը։ Դարավ մեկտեղ գործվեցավ։ Այստեղ հանեց այն բանը, որ ովևէ մարդ չեր գրնարնել, Աստված ըրավ։ Բայց Աստված մեզ երեխայի պես չբահեր։ Մեզ գսե չափահասներու պես գսե հիմա տուներ է։ Ինք անգարելին ունողն է, բայց մենք կարելին պետք է ենք։ Մենք մեր բաժին ունենք, ինքը իր բաժին ունի։ Ինք չփռնեց Պետրոսին իր դունը չդարավ։ Ինք բարձրապես հանեց դուրս երկաթյա թուրեն, շղթաներեն, զինվորներեն եւ մութ բանդեն։ Դուրս հանեց։ Եվ գսե այստեղ համար 11 Պետրոս ինքնին քալով միջև հիմա այսպես ամբերու մեջ էր, եթե գուզեք, այսպես դարօրինակ վիճակի մեջ էր, ինչպես ասի ֆիզիկականի եւ հոգեվորի այդ գամուրջի մեջ է, որ չհասկնար ինչ կպատահի։ Ինքնին եկավ, հիմա գսե ճշմարտապես գիտեմ, դե դերը իր հրեշտակը ղրգեց եւ ազատեց ցիս Հերովտեսին ցերքեն, ուր հրեի ժողովրդին բոլոր ագնկալու տենեն։ Ինչ կուզեին հրեի ժողովուրդը սպանել Պետրոսին։ Հերովտես ինչ կուզեր սպանել Պետրոսին։ Հրեշտակը ինչ ըրսավ ազատեց Պետրոսին։ Եվ Պետրոս կսե հիմա ես հասկացա, թե դերն էր։ Մեկ խոսքով, երբ որ փողոց եկավ, երկաթե թյուր անցավ եւ հրեշտակը թողեց իրեն, հասկացա, որ այս բոլորը իրական է։ Մեր հավատքը իրական է, սիրելիներ։ Մենք թեորիա չենք հավատար, պատմություններ չենք հավատար, մենք օտային առասպելներ չենք հավատար, մեր հավատքը իրական է, ինքզինքիտ եկուր, ինչպես Պետրոս, եւ թունալ գրնաս ասել, փառք քեզ Տեր, որ ինձ ազատողը դու ես, փառք քեզ Տեր, որ ես բանդի մեջ եմ, բայց գիտեմ, որ երկաթյա թուրը պիտի բացվի, քանի որ այդ երկաթյա թուրը բացողը ոչ թե ես եմ, ոչ թե ժողովուրդն է, ոչ թե ինչ իմ իմաստությունս է, այլ քո զորությունն է, որ իմ առջևես կքայլե։ Եթե ես քո ետևետ կքայլեմ, Հիսուս, ուրեմն ես անցողն եմ այդ երկաթյա թուրերուն։ Անորամար Հիսուս կսե ինձի եկեք, իմ ետևես եկեք, ինձի հետևեցեք։ Ուր են այդ հավատացյալները, որ գսորվին Հիսուսի հետ քայլել, Հիսուսի խոսքին համաձայն, Հիսուսի անձին համաձայն ամեն օր, ամեն վարդյան։ Այդ մարդիկ պիտի տեսնեն հրաշքները։
Ինչու շատեր կտեսնեն հրաշք եւ շատեր չեն տեսներ։ Որ չափ մոդես Տիրոջը, ինչպես այստեղ պատմության մեջ, դու պիտի տեսնես երկաթյա թուրերը պիտի բացվին։ Դու պիտի տեսնես լույսը, դու պիտի տեսնես շղթաները կապված, ինգած, դու պիտի տեսնես որ քո համար հրաշքներ կկատարվի։ Բայց քո նպատակը հրաշքը չէ։ Պետրոս նույնիսկ հույս չուներ փրկվելու։ Ինք չէր աղոթեր, որ ինքը այդտեղեն դուրս գա։ Հրաշքները լայրեն համար, եկեղեցին գաղոթեր իր համար։ Եվ ես գիտեմ եկեղեցին ինչու գաղոթեր։ Չեմ կարծեր, որ եկեղեցին գաղոթեր, որ ինք փանդեն ազատվի։ Գաղոթեր, որ միջև վերջին վարգան հավատարիմ մնա։ Փաստը պիտի ցույց տամ քիչ հետո ցեզ։ Ինք եկեղեցին չէր աղոթեր, որ Պետրոս ազատվի, դուն վերադառնա երեխաներուն մոտ, զոկանչին մոտ, գնոջը մոտ եւ ամեն ինչ լավը լա։ Ոչ։ Իրենք գաղոթեին մեկ բան, դեր, քո զավակդ մինչև վերջին վարգյան հավատարիմ բահե, ինչպես Հակոբոսը մինչև վերջին վարգյան, ինչպես Ստեփանոսը մինչև վերջին վարգյան, դեր Պետրոսինալ մինչև վերջին վարգյան հավատարիմ բահե քո խոսքին մեջ։ Շատ անգամներ կկարոզենք այս թեմաներով վրա կամ գլսենք կարոզներ այս թեմայով, որ եկեղեցին գաղոթեր, որ Պետրոս ազատվեր փանդեն։ Ոչ։ Իրենց համար մեռնիլը շատ ավելի օգուտ էր, քան թե ապրիլը։ Բայց իրենց վախը այդ էր, որ չլա թե Պետրոս ուրանա, չլա թե հավատարիմ զավակները ցերկերնին վար առնեն։ Ինչու, քանի որ անչափ գրնային չարչարել հավատացյալներուն, որ հավատացյալները ուրանային իրենց հավատքը, մասնավորապես գաղոթեին հավատացյալները, որ չլա թե հավատարիմները ինան իրենց հավատքեն այս կամ այն պատճառներով։ Մենք ալ պետք է սորվինք եկեղեցիով աղոթել, ոչ թե որ մեր քույր եղբայրները լավ թուղթ ունենան, դուն ունենան, դեղ ունենան, փող ունենան եւ այլն, ոչ, որ իրենք հավատարիմ մնան։ Հավատարիմ մնան Հիսուսի ամենեն վատ վիճակի մեջ։ Քանի որ հրաշքնողը մենք չենք, մեր աղոթները չէ, Աստված է։ Եթե հավատարիմ մնանք, հավատարմության համար աղոթենք, Տիրոջ կամքը փնտրենք այս կամ այն քույր եղբայրին համար, Տերը անպայման իր հրեշտակը կղրգե խավարեն ազատելու, շղթաներեն դուրս հանելու, երկաթյա թրերը բացվելու իրենց առջև։ Եվ այդպես նայեցեք եկեղեցիկ այստեղ, եւ այսպես մտածելով գնաց Մարգոս ըսված Հովհաննեսին մորը Մարիամի դունը, ուր շատեր հավաքված աղոթք գնեին։ Այս Մարգոսը Մարգոս Ավետարանիչն է։ Իր դունը, իր մամային դունը, անպայման մի քիչ մեծ ըլլալու էր, այդտեղ եկեղեցի էր։ Նորեն կգտնեմ, սիրելի քույր եղբայրներ, Սուրբ Գիրքին մեջ, ավելի նոր գդագարանի մեջ եկեղեցա շենքի մասին խոսք չկա, այլ կա եկեղեցիի մասին խոսք։ Եկեղեցին հավաքույթն է Հիսուս Քրիստոսի հետևորդներուն։ Ուրեմն ասոնք այդ տան մեջ հավաքվեր են եւ աղոթք գնեին։ Հիմա չեմ գիտեր ինչի համար աղոթք գնեին, բայց կրնանք նաեւ քուշագել, որ իրենց աղոթքը նաեւ Պետրոսի համար էր։ Ոչ միայն Պետրոսի համար, բայց նաեւ Պետրոսի համար, բայց ինչ դեր մինչև վերջին վարգան հավատարիմ մնա քո զավակը։ Այս էր աղոթքը։ Նայեցեք փաստը, երբ Դանը Թուրսի թուրը զարգավ Պետրոս։ Հրովտե անունով աղախինը գնաց ագանջ տնելու թե ով էր։ Գիտեք ինչու, քանի որ հալածանք կար։ Թուրերը այսպես չէին բանար։ Պետք է մեմը ներսեն հարցնեին։ Ով ես։ Նույնիսկ հadoop նշաններ գուտային իրար, որ թուրը բանալով հալածողները չմտնային ներս եւ չսպաննեին բոլոր հավատացյալներուն, ինչպես հիմա գբադայի շատ մեծ երկիրներուն մեջ։ Ուրեմն թուրին արժավ ագանջ կուտա գսե ով է։ Եվ այդտեղ Պետրոսին ցայնը ջանցավ, ուրախութենեն թուրը չփացավ։ Հաբա ներս վազնելով հայտնեց Պետրոս տրանը արջև գայները, իսկ անոնք ըսին անոր խենթեցեր ես, բայց ինք կբնտեր, անոնք ալ գսեին անոր հրեշտակը պիտի ըլլա։
Նայեցեք ինչ այդ փաստը որ քիչ առաջ ասի թե իրենք Պետրոսի ազատության համար չէին աղոթեր, այլ գուզեին Պետրոսի հավատարմության համար գաղոթեին ներողություն, Պետրոսի հավատարմության համար։ Երբ որ Պետրոս գուկա հրեշտակը երկաթի թուրը բացավ, Պետրոս գուկա փայդի թուրը գթագե, բայց այդ փայդի թուրը մարդիկ չեն բանար։ Քանի որ մարդիկ ուրիշ բան կսպասեին։ Նայեցեք, անոնք կգարձեին նույնիսկ Պետրոս մերերը արդեն։ Սպաններ են արդեն Պետրոսին։ Քանի որ գսե Պետրոսը չէ հրեշտակն է։ Ասիկա ժողովրդական խոսք է հрьяներու համար։ Անշուշտ մարդ իր հրեշտակը չունի։ Մենք հազարավոր, միլիոնավոր հրեշտակներ կգործեն հավատացյալներու փրկության համար ամեն։ Բայց այն մարդ իր հրեշտակը չունի։ Այս խոսքը ոչ թե գործնական վարտաբեդական խոսք է, այլ ժողովրդական խոսք է, որ գսե դու խենթացել ես Պետրոսը դերևս մերեր է միջև հիմա։ Փանդին մեջ Հերովտեսը դարեր էր մերցնելու Հակոբոսին սպանեցին, իրեն ինչու պիտի չսպանեն։ Չէին սպասել իրենք ազատությունը փանդեն։ Իրենք կսպասեին միան գսեին դեր հավատարիմ, թող կովդ կա Պետրոս։ Հիմա Պետրոս եկեր է թուրը գզարնե, փայդե թուրը գզարնե վեի մարդը չի բանար։ Երգատյա թուրը հրեշտակը գփանա, բայց փայդե թուրը մարդը չի բանար։ Սիրելիներ, մենք ներիքներ ունենք։ Մենք գոչում ունենք։ Մենք պատրաստ պետք է լանք ամեն տեսակի հրաշքներու։ Աստված իրենք գաղոթեին Պետրոսի հավատարմության համար, Աստված ոչ թե միան հավատարմություն տվավ, այլ նաև ազատություն տվավ։ Եվ Պետրոսի մայրես տրան արշև գայները գրկնաբադիկ օրտնություն գուտա։ Մեր գարձածեն ավելի կսե սուպ գիրքը, մեր երևակայեցեն ավելի գուտատերը։ Եվ այսպես կբադա այստեղ, իրենց երևակայեցեն ավելի գուտատերը, իրենք տրան արշև գայները Պետրոս, թուրը գզարնի եւ ահավասիկ սիրելի քուր եղբայրներ, տեր մարդիկ կսեն չէ, տուն գսխալվիս Պետրոսը չէ։ Զարմանքը, որ Պետրոս ազատվեցավ։ Սակայն Պետրոս անտատար գսե գզարներ ու երբ բացին զինք տեսնելով ապշեցան։ Պետրոս կշարունակե ազատ զարնել։ Պետրոս միտքեն գսեր որ փանդին թուրերը բացվեցան։ Երգատյա թուրին վերեն բացվեցավ։ Հրեշտակը որ մոդը սլնար, այս թուրն ալ գփանար։ Ինչու գնաց հրեշտակը։ Գասկնակ սիրելիներ, Աստված գուզե երբեմն մենք մեր բաժինը անենք։ Այո, մենք պիտի թագենք, պիտի աշխատենք, պիտի հարադևենք, պիտի սորվենք, պիտի ինանք։ Աստված գրնա այս բոլորը չնել եւ մեզի հանգիստ կյանք տալ։ Բայց այդպես չէ։ Տերը գուզե որ մենք ամեն մեկ քայլին իր մեծ հրաշքը տեսնենք։ Անտատար գսե գզարներ, բայց թուրը երբ որ բացին ապշեցան, ասին Պետրոս դու ինչ գործ ունես։ Բայց անիգա ցերկով նշանը Ռամանոնց որ լուր գնան ինչու քանի որ ամբողջ այդտեղի խումբը եկեղեցին ոտքելավ սկսավ վստահ վլվլիկ մեջտեղ հանեց ցայն իրարանցում Պետրոս հալելույա եւ այլն Պետրոսը լուր մնացեք հարազանք չլինի մարդիկ չլսեն հարևանները ցայն թող չլսեն լուր մնացեք կսե ցերկով նշան Ռամանոնց որ լուր գնան եւ բացմեց անոնց թե ինչպես դերը զինք բանդեն հանեց եւ ինչը սավ կացեք սավ Հակոբոսին եւ եղբայրներուն բացմեցեք այս Հակոբոսն ալ մյուս Հակոբոսն է, որ Երուսաղեմի եկեղեցին հովիվն էր, մի քանի գլուխ հետո անոր մասին կխոսենք, որ Հիսուսի եղբայրն է, որ գրած է Հակոբոս գիրքը։ Ասոր մասին մենք սերտողություն հրած ենք, եթե գուզեք կերտակ եւ գլսեք Հակոբոս գիրքը, թե ով էր այդ Հակոբոսը Հիսուսի հարազատ եղբայրն էր։ Հովսեփի եւ Մարիամի դղան։ Եվ ինք կսե ինչ շուտ կացեք բացմեցեք եկեղեցի հովիվին եղբայրներուն երեցներուն եւ ինք գնաց ուրիշ տեղ ինչու քանի որ հալածան կա քանի երբ որ գտնեն որ Պետրոս չգա բանդին մեջ պիտի վազեն եւ պիտի փնդրեն եւ պիտի փորձեն գտնել զինք ուրեմն շատ շուտ փախավնեցեք իմաստուն է չսա որ հրեշտակը ինչ կազատե նորեն կազատե ես ճամփում մեջ տեղը մնամ մեկը ինձ չի տեսներ բանդի մարդիկ չտեսան հիմա էլ չեն տեսներ ոչ խելացի պիտի լաս դեր իր բաժինը գնե հետո թույլ կուտա որ դու բաժինը դնես մենք բեբեկներ չենք գաթնգերներ պետք չէ լանք որ սպասենք որ ամեն մեկ մանրամասը Աստված մեզ օգնե ոչ ըներիկներ ունենք մենք իմաստուն պետք է լանք Սուրբ ոգիով լեցված իր ճանապարհի մեջ քայլելու նպատակով
Արդուն մեծ խռովություն ձգեցավ զինվորներու մեջ։ Թե արդյոք ինչ եղավ Պետրոս։ Զարմացան, քանի որ նորմալ չէր։ Փանդի թուրերը բաց չէին։ Եթե բացը լային գսեին թուրքեն մեկը եկավ կողծավ դարավ եւ այլն։ Ոչ, թուրերը փակ են։ Ամեն թուրերը փակ են։ Վստահ եմ երկաթյա թուրը որ բացվեցավ որ Պետրոս դուրս ելավ, իդ փակվեցավ։ Քանի որ մինչև արդու ոչ մեկը բան չսկաց։ Հասկնաք, հրեշտակին մեծ կորձը։ Արդու ամենամարդ խանգարվեցան, ինչ եղավ Պետրոսին։ Հերովտեսալ երբ ուզեց զանիգա եւ չկդավ, բահաբանները հարց ու փորձ ընելով հրաման ըրավ որ սպաննվին։ Բոլոր բահաբանները, մոտավորապես 16 բահաբան, սպաննվեցան, քանի որ իրենք չկարողացան բահել Պետրոսին բանդին մեջ։ Պետրոս Հրեաստանեն Գեսարիա գնաց ու հոնգեցավ, մեկ խոսքով փախավ Երուսաղեմի հութայի շրջանեն դեպի ավելի վերևի բաժինը։ Ինչ գեղեցիկ պատմություն, բայց ոչ միայն պատմություն, այլ իրականություն։ Տիրոջ խոսքը այսօր քեզ կհասնի։ Քո բանդիտ մեջ, քո կապվածության մեջ, քո շղթաներուտ մեջ, քո խավարի մեջ։ Նույնիսկ եթե դու քնացել ես, նկարացել ես, դերը գխոթե քեզ, քո գողդ գխոցե եւ գսե արտնցիր, հողատապները տակիր, հանգուստը տակիր, ոտքի էլ, ցերկերդ վեր հանե։ Քոդիտ կաբեև քայլե, յետևես եկուր, ուր որ դանիմ, չես գիտեր ինչ կբադայի, բայց հետևիր ինձ։ Հալելույա։ Հալելույա։ Այս պատմությունը քեզ համար եւ ինձ համար է։ Դերը օրդն է։ Համար 20 Հերովտես, ուրեմն Հերովտես տակավորը, խիստ թշնամացած էր դյուրենացիներուն եւ սիրոնացիներուն, անոնք ալ միապանությամբ եկան եւ տակավորին Պղաստոս Սենյագաբեդը համոզելով հաշտություն խնդրեցին։ Այս հիմա քաղաքական պատմական կարևոր թրվածք է, որ այս քրությունը ոչ սուբ գիրքի եւ ներողություն, այս քրությունը պատմական գիրքերու մեջ գրված է։ Ինչ որ գբադայի այստեղ Հերովտեսին։ Ուրեմն Հերովտեսը խնդիր ուներ սիդոնացիներուն եւ դյուրենացիներուն հետ։ Նամասել Լիբանանի հարավային այս երկու քաղաքները խնդիր ունեին Հերովտեսին հետ եւ այստեղ գրված է իրենց երգիրը թակավորին երկրեն աբրուստ կառներ։ Ուրեմն այդտեղ արևդուրի դեղեր եւ թակավորը իրենց վրա իշխանություն ուներ։ Բայց խնդիր կար։ Եվ թակավորը չէր ուզեր, որ այդ մարդիկ կամ այդ երկու քաղաքները, գյուղաքաղաքները իրենց հետ կոմերս, վաճառականություն աներ։ Ուրեմն միջնորդ եկած է, որ ասելով որ ընդունիր, հաշտվիր եւ այլ։ Եվ որոշված օրը, ուրեմն օրը որոշվեցավ Հերովտես թագավորական հանդերձը հակած եւ ադյանը նստած, անոնց ադենապանություն գներ, մի խոսքով գկարոզեր, գխոսեր։ Ժողովուրդն ալ գաղաղագեր ըսելով, ադիկա Աստուծոյին ցայն է եւ ոչ թե մարդու։ Աստուծո ցայն է եւ ոչ թե մարդու։ Չէ որ թագավորեն շահ կսպասեին, այնքան թագավորին փարավորեցին, երբ որ թագավորը խոսեր Հերովտես, Աստուծո ցայն է, մարդու ցայն չէ, դու Աստված ես, այդպես խոսքեր բարձացավ դեպի իրեն, իսկույն դերոջը հրեշտակը զանիգա զարգավ Աստուծո փառք չդալուն համար եւ որտլալից ըլլալով մերավ։ Այս պատմությունը պատմական քրքերու մեջ կա, թե Հերովտեսը որդով լեցված նույն վարյանին որդերը մեջ են գերան եւ իրեն սպանեցին։ Բարձաբես քանի որ ինք հրյա էր, չմոռնաք, Հերովտեսը հրյա էր։ Երբ հրյամը իրեն գսվի դու Աստված ես, ինք պետք է փառքը տալ Աստծո, ասել, չէ, ես չեմ Աստված։ Ես չեմ Աստված, ես փառքը տվեք Աստծո։ Առաքյալները այդպես էին։ Հիսուս այդպես չրավ, երբ որ ասի դու իմ Աստվածս ես, ասավ հիմա հասկացար։ Ինչու՞ քանի որ Հիսուս Աստված էր։ Բայց հրյամը չէր գրնար ընդունել այդ բանը։ Հերովտես այդ փառքը տեսնելով լուր մնաց։ Փառքը չտվավ Տիրոջը,
ընդունեց, ինքն է թակավորը, ինքն է փառքը ստացողը, եւ Աստվածը սավտուն այս բառը գիտնալով պետք է որ փառքը դայր ինձ, եւ չդվեցիր, նույն վարյանին սպաննվեցավ։ Ցույց կուտա այստեղ կորց արաքելոցը Աստծո արդարությունը, զորությունը, իշխանությունը եւ նաեւ պատիժը այն մարդկանց, որոնք գիտեն ճշմարտությունը եւ այդպես չեն կայլեր։ Նոր գտակարանի մեջ ենք սիրելիներ։ Մենք երբեմն այնքան կկարողենք նոր գտակարանի մեջ, որ շնորհքի դագենք, ամեն ինչ լավ բիդլա, Աստված չի բաճեր, Աստված մեծ գներ է, Աստված զավակներ ենք, Աստված մեր հայրն է, այո, բայց ուշադիր, թեթև չխոսիս այդ խոսքը։ Թեթև չխոսիս այդ խոսքը։ Նոր գտակարանի մեջ կբադայի այս։ Անանիա Սաֆիրայի պատմությունը գիշեք։ Սուդի պատճառով ինչ եղավ։ Հիմա քիչ էլ պիտի տեսնեք։ Թե գույր գլա մեկը։ Բարձաբես քանի որ չընդունի Տիրոջ խոսքը։ Այստեղ Հերովդես գմերնի, որդով լեցուն, որդերով լեցուն։ Քանի որ փառք չդվավ Աստծո։ Եվ նայեցեք 24 համար ինչ կսե։ Աստծո խոսքը գաջեր եւ գշատնար։ Ինչու՞։ Գիտեք ինչու Աստծո խոսքը գաջեր եւ գշատնար։ Քանի որ գտեսնեին որ Աստված իրական է։ Աստված սուրբ է։ Աստծո հետ խաղ չգա։ Աստված իրական Աստված է, սիրող է, այո, բայց նաև սուրբ է, արդար է, ճշմարիտ է։ Խաղ չենք կրնարնել։ Հիմա նայեցեք մեր եկեղեցիներու վիճակը։ Խաղ ու բար են։ Ամեն մարդ իր եկեղեցի գլուխն է, հովիվներ իրենց եկեղեցին թակավորներն են, քահանաներ իրենց եկեղեցին թակավորներն են, ինչ գիտնամայ մեկը իր դեղը լեցված, գարձեք Աստված չգա եւ Աստվածը արդեն այդ եկեղեցի հովիվն է, պատասխանատուն է, կամ քարոզիչն է, կամ քահանան է, կամ ով որ ուզեք։ Ինչ կբադայի։ Ուր հասավ։ Անորոմար եկեղեցին չաջիր։ Անորոմար այսօր իսլամները եկեղեցական շենքեր կքնեն։ Մզգիթները կշատնան։ Իսլամ երիտասարդները այսօր գշատնան եւ իրենց գրոնքը կպաշտպանեն, բայց քրիստոնյա երիտասարդները ուր են։ Ուր են այդ ծնողները, որ են զավակներուն կսորվեցնեն Աստծո վախը, նույնիսկ մեր եկեղեցիներուն մեջ։ Ծնող չկա որ իր զավակին երբեմն ծնողներ չեն ալսել են զավակին եկեղեցի բերտանք։ Խելոք եղիր, լսի Աստծո խոսքը, աղոթե, չէ, խաղ ու բար։ Եկեղեցին դարձել է խաղի վայր։ Ձանոթության դեղ, շատ մի եկեղեցիներ ուդել խմելու, դարետար ծնելու դեղ, եկեղեցին չաջիր, քանի որ այդտեղ լրջություն չգա, հազիվ հովիվ մը կսկսի խիստ խոսիլ, այդ հովիվին այդտեղ են գվերցնեն, հազիվ հովիվ մը մեկումը գա, ուզի հանդիմանել Տիրոջ խոսքին համաձայն, գսեն չէ, շատ մի հանդիմաններ չլար, այսօր ծնողներ իրենց երեխաներուն ավելի գրսեն, քան թե իրենց Աստծուն, գներեք, եթե այդպես եք, ապաշխարեցեք։ Եկեղեցին չաջիր, քանի որ Տիրոջ վախը չկա։ Թող մենք տեսնենք, հասկանանք Տիրոջ վախը, տեսնենք մեր ամենօրյա կյանքի մեջ, որբեսի Քրիստոսի մարմինը աճի, քոդան մեջ աճի, եղբայր քույրերով աճին, ընտանիքներուն մեջ աճի, մեր հայացքին մեջ եկեղեցին թող աճի։ Բարնաբաս եւ Սողոս իրենց հանձնված ճաշտոնը լմնցուցին, Երուսաղեմ են դարձան Մարգոս ըսված Հովաննեսնալ իրենց հետ առնելով։ Գիշեք իրենց կորձի ինչ էր, որ Անդիոքեն երթային Երուսաղեմ, ինչու քանի որ այդտեղ գար սով, անցյալ շաբաթ մենք տեսանք։ Սովը օգնություն դարին, ֆինանսական օգնություն, հավաքեցին դրամ, ուդելիքներ, ինչ որ պետք է, դարին Երուսաղեմ։ Կորձերին վերջացավ հիմա գսե, ետ վերադարձան թեպի Անդիոք։ Մի խոսքով գրեցնեք, Բարնաբասը, Մարգոսը, Ղուգասը, Հովաննեսը, Բողոսը, Պետրոսը, բոլորը միապանված են։ Պետրոս բանդեն դուրս կելը ուղիղ երթա եկեղեցի։ Ուղիղ չսեր իմ գնոջս ասեք, ինք կսե եղբայրներուց ասեք։ Այստեղ Բողոսը, Բարնաբասը իրենց կորձերին վերադարձան թեպի Անդիոք թեպի եկեղեցի։ Ինքնագոչ հովիվներ չգան, ինքնագոչ քարոզիչներ չգան, 3-4 հոգին, 5-6 հոգի կհավաք է եկեղեցի կշնեք որ այսօր։ Մի հատ տելեֆոնով Zoom ծառայություններ կսկսին, մարդ կհավաքեն, ինքնագոչ, ոչ մեկուն հետ կորչ չունի, ոչ մեկուն հաշիվ չդար։ Սիրելի քույր եղբայրներ,
անոր համար եկեղեցին չաջիր։ Այսօր եկեղեցիները չեն աջիր, այսօր եկեղեցիները գշատնան, բայց բաժնված գշատնան։ Եթե մեկ քաղաքի մեջ մեկ եկեղեցի գար, հիմա 3 եկեղեցի կա, բայց այդ 3 մարդիկ 3 եկեղեցին որտեղ են եկած։ Այդ առաջին եկեղեցին բաժնված են, մեկը հոնգերտա, մյուսը հոնգերտա, մյուսը հոնգերտա։ Այսպես եկեղեցի կխաղանք, ավետարանականները ունին իրենց համակարգը, առաքելականները իրենց համակարգը, կաթոլիկները իրենց համակարգը։ Քաղաքական բաներ գտարնա եկեղեցիներու մեջ։ Գներեք որ այսպես կխոսիմ, քանի որ այս պատճառով Քրիստոսի մարմինը կգաղա եւ իմ սրտից ցավը այդ է։ Քրիստոսի մարմինը կգաղա, քանի որ եկեղեցական խաղեր կխաղանք։ Թույլ տվեք որ իմ սրտի ցավը ցեզ փոխանցեմ։ Եկեղեցին չաջիր, քանի որ այսօր դիրոջ парք չենք տար, հերովտեցի պես հովիվներ կան այսօր, որ парքը իրենք կստանան, եւ իրենք պետք է ելան առաջին, իրենք պետք է ամեն չնեն, իրենց նկարները, իրենց անունները, իրենց եկեղեցի անունը։ Եվ գուրախանան, որ եկեղեցիները մարդ կավելնա։ Լավ նայեցեք, որ եկեղեցի մարդ կավելնա, գտեսնեք ինչ կվադահի։ Այդտեղ են նեղված, մյուս տեղ են նեղված, մյուս հովիվ են նեղված, մարդիկ կփախին ըստեղ են անդեղ, իբր թե եկեղեցի կշատնա։ Դերը ողորմությունն է։ Մեզ այս խաղերեն դուրս անե։ Գլուխ 13։ Մի քանի համարներ եւս կարդանք։ Ուրեմն Անդիոքի մեջ, հիշեք ցեզեսի առաջին եկեղեցին ոչ Երուսաղեմի մեջ, առաջին եկեղեցին Երուսաղեմեն դուրս որ հիմնվեցավ Անդիոկներ։ Անդիոկը գային հույներ, հրյաներ, թերևս հայերալ, մի խոսքով դարբեր ասկերեն եկեղեցի կար այդտեղ։ Եվ այդտեղ Անդիոքի մեջ կսե եղած եկեղեցի են, քանի մը մարգարեներ։ Գուզեմ շշտել, եւ որ գսե եղած եկեղեցի են, ասել այդտեղի խումբ են, որ գահավաքվեին դարբեր դուներու մեջ։ Այդտեղի խումբ են։ Քանի մը մարգարեներ եւ վարտաբետներ գային։ Անուններ Բարնաբաս, որ ու Շմավոն, եւ Նյուգեր, որ Նյուգեր կգոչվեր, եւ Ռուգիոս, Գյուրենացի, ու Մանահեն, Հերովտես չորրորդաբեդին, սննդագիծը եւ Սոս։ Ավասիկ ասոնք մարգարեներ եւ վարտաբետներ գային, ուրեմն ասած անունները, ասեք մեկ եկեղեցին մեջ կան մարգարեներ, վարտաբետներ, հովիվներ, ավետարանիչներ, եւ պես այս գիրքը մեզի այդ կխոսի եւ ես հուսամ որ դարբեր իսկական քրիստոնյա գետրոն եկեղեցիներու մեջ այսպես պետք է լա ոչ թե միան հովիվ եւ ինչպես ասի վտանգ այդ է որ հովիվ գլա գրնալալ парքին կառնի պետք է հովիվին գող կլինեն ծառայողներ մեկը այս տեսակ մեկը այն տեսակ մեկը այն տեսակ եւ միապանված կսե իրար հետ էին եւ երբ անոնք դերոջը ճաշտոնին մեջ էին եւ ձոմ գբային ուրեմն ասիկա գիրագի օրն է ճաշտամունքի ընթացքին ծառայության ընթացքին Պարապանության, երգրբակության ընթացքին Սուրբ Հոգին խոսեցավ։ Մեգումը միջոցով վստահ։ Մի եղբայրներու միջոցով եւ ասավ. «Զադեցեք ինձի Բարնաբասը եւ Սողոսը այն կորձին համար, որուն ես կանչերեմ անոնց»։ Ուրեմն Սուրբ Հոգին գսե հիմա երկու հոգի ծեր մեջ են դուրս պիտի անեմ եւ պիտի ղրգեմ։ Սուրբ Հոգին է ղրգողը։ Այդտեղ վստահ մի եղբոր միջոցով, որ այդտեղ ներկա էր։ Ուրեմն գսե դուրս անենք, իրենց համար կորս տրածեմ եւ սիրելի միապանված եղբայրները այն ադեն գսե ձոմ բահելով, աղոտ կնելով ցերկ տրին անոնց վրա եւ ղրգեցին։ Ցերկ տրին ասելով մենք ցեզ հետ ենք։ Հիսուսի անունով օրտնվեցեք եւ ձեր կորձը կատարեցեք։ Այո, մեզ մեկը բաժնվիկ, գերտակ, չենք գիտեր ինչ պիտի լա, պիտի սպանվիկ, պիտի հալածվիկ, չեմ գիտեր ինչու Սուրբ Հոգին գղրգե եւ կարեւոր է որ այստեղ ոչ մեկը չէր գիտեր ուր գղրգեր Սուրբ Հոգին։ Միայն գիտեին որ պետք է դուրս գային ծառայության եւ ցերկ կտնեն, գործնեն ծառայության համար։ Ոչ թե որ մարդիկ երթան հանկից դուներնին նստին ոչ թե որ իրենք բժշկվին կամ լավը լա իրենց համար, ոչ, երթան ծառայելու, նվիրվելու, դիրոջ թաշտին մեջ հանձնվելու։ Չենք գիտեր ուր, ինչպես քիչ առաջ ասի, որ Սուրբ Հոգին գարաշնորհ է մեզ, չենք գիտեր ուր։ Ամբերի մեջ ենք երբեմն։ Նույն բանն ալաստեր, չենք գիտեր ուր։ Այդ Սուրբ Հոգին ասավ, ես իրենց պիտի ղրգեմ, պատրաստեցեք, աղոթեցեք եւ ձեր ցնեսությունները ասեք։ Եվ այդպես ալ եղավ։
Եվ անուն կալգսի համար 4 Սուրբ ոգի են ղրգված Սելևգիա իջան եւ անգե անցան Գիբրոս։ Ուրեմն այս ճանապարհները, որ հիմա պիտի տեսնենք, ասկեվերջ Պետրոսի 3 եւ 4 ճանապարհությունները, այդ ճանապարհները բոլորովին հռոմայական գայստրության ճանապարհներն էին։ Բաց ճանապարհներ էին, հռոմայական ճանապարհներն էր, որ ամեն մարդ այդտեղին հասներ մեկ երկիրը մյուս երկիր երթալու համար։ Հասան Գիբրոս, Սաղամինա հասնելով հրյաներու ժողովարաններուն մեջ Աստծո խոսքը կկարոզեին, ուղղակի երթային հրյաներուն Աստծո խոսքը կարոզելով։ Հովաննեսը իրենց սպասավորություն գներ, Հովաննեսը որ իրենց հետ էր, միասին էր։ Բարնաբասը եւ Սողոս միասին ելան, Հովաննես որ գսե Մարգոսի մասին է խոսքը։ Մարգոսն էլ իրենց հետ էր, երեքով ծառայության գերտային։ Անոնք ուրեմն բդդելով այն բոլոր գղզին, կացին մինչև Պաֆոս։ Հոն կդան սուտ մարգարե, հրյա մոք, գախարդ, որուն անունը Բարեհեսու էր։ Ուրեմն գախարդ մներ ասիգա, որ փոխանորդ Պտեշխին հետ էր։ Պտեշխին ուրեմն առաջնորդն է, քաղաքի առաջնորդը, որ կգոչվեր Սերգիոս Բողոս, խելացի մարդը։ Ասիգա Բարնաբասը եւ Սողոսը հրավիրելով ուզեց Աստուծո խոսքը լսել։ Ուրեմն Պաֆոսի պատասխանատուն ուզեց Աստծո խոսքը լսել։ Բայց անոնց թեմ գեցավ Եղիմաս մոկը, այդ գախարդը, որում մասին խոսեցանք, Բարահիսուսի անունը, բայց Եղիմաս, քանզի այդպես կթարգմանվի անոր անունը։ Եվ գուզեր փոխանորդ Պտեչին հավատքեն դարձնել։ Ուրեմն առաջնորդին հավատքեն գուզեն դարձնել։ Ուրեմն այստեղ պատմական կարևոր կետ կա, որ ամեն քաղաքի մը կարևոր անձնավորությունը, լա առաջնորդ, լա մարզբեդ, լա քաղաքաբեդ այդպես, ուներ իր գողքին իրեն ծառայող մոք, խելացի, իմաստուն, գախարդ, խառնված այսպես անձնավորություն, որ իբր թե հոգևորը, իմաստությունը, տեխնիկը, ինչպես եմ փարոյականը իրար խառնված իրեն խորհրդադու էր։ Հիմա երբ որ տեսավ այս մոքը, թե այս առաջնորդը Բողոսի եւ Բարնաբասի սկսավ լսել, ինք խանգարվեցավ։ Քանի որ եթե այս առաջնորդը պիտի լսեր Բողոսին եւ Բարնաբասին Աստծո խոսքը, այս մարդը իրեն այլևս պետք պիտի չունենար։ Ինչ կպատահի, ուրեմն արգելք կենալու սկսավ։ Հասկանաք, նորեն շահակրքիր մարդիկ իրենց շահին համար, ինչպես Հերովտես քիչ առաջ, գրնան դանկնեցնել Աստծո կորձը։ Սատանան գուզե կորձածել քո շահակրկրությունը, որ դու Աստծո շատ չհարիս։ Երբ Փարավոն լսեց, որ Աստված գուզեր Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսեն դուրս հանել, գիտեք ինչ ըրավ։ Եգիպտոսի ժողովրդին շատ ավելի գրտնաբադի կորձ տվավ։ Իսրայելի ժողովրդին գրտնաբադի կորձ տվավ, որ մարդիկ իրենց կորձով սպաղվելով Աստծո խոսքերը չլսեն։ Այս սատանայի խաղն է։ Ուշադիր եղիր քո կորձերուդ, քո շատ կորձերուն, որ շատ բաներուն իսնելիք, շատ պեղ գվազես, շատ բանով գսպաղվիս եւ Աստծո խոսքը սերդելու, Աստծո խոսքը ժամանակ դալու, Աստծո խոսքին հետևելու ժամանակ չունիս։ Այս սատանայի խաղ է։ Ամբողջ սուրբ կիրկանոր մասին կխոսի։ Եվ նույն բան այստեղ այդ գախարդը, այդ մոքը արգելք կգենա Սողոսին եւ Բարնաբասին, որ Աստծո խոսքը փոխանցեն այդ առաջնորդին։ Նայեցեք այստեղ ինչ գրված է համար 9։ Բայց Սողոս, որ Բողոսալ գոչվի, այստեղ առաջին անգամն է, որ Սողոսին Բողոս սկսանասելու, ինչու։ Ոչ թե որ Աստված անունը փոխեց։ Երբեմն գլսենք Աստված Սողոսին Բողոս հրավ, ուրեմն Սարգիսին ալ Հակոբիտն է օրինակի համար։ Ոչ, սիրելիներ։ Սողոսը հրյական անունն էր, իսկ հռոմեական անունը Բողոս էր։ Ինչպես Սարգիսը հայկական անունն է, բայց երբեմն Սերժ գծվի ֆրանսերենը,
Սարգիսին Սերժ գսեն շատերը։ Նայած որ երգիրը Սերգեյ օրինակի համար, բայց Սարգիսն է։ Նույնալ Սողոսը եբրայերեն Սողոսն էր։ Հունարեն, քանի որ հույն հռոմեական մթնոլորտի մեջ է, չմոռնաք որ Բողոսը այլևս Երուսաղեմ չէր, Պաղեստին չէր, դուրս ելավ, սկսավ դեպի աշխարհ երթալու։ Անոր համար այստեղ առաջին անգամ գրված է Սողոս որ Բողոս կգոչվի, այդ գաղարդին նայեցեք ինչ կսե։ Սուրբ ոգիով լեցված աչքերը անոր վրա դնգեց եւ ասավ. ով ամեն խաբեությունով եւ ամեն խորամանկությունով լեցված սատանայի որդի Տշնամի բոլոր արդարության բիդի չթաթարիս դերոջը շիլակ ճամփաները ծրել է։ Հիմա դերոջը ցերկը ահակու վրատ է ու գույր բիդի լաս ադեն մա արևը չտեսնելով։ Իսկույն անոր վրա մեկ ու խավար իջավ ու բդդելով առաջնորդ կփնդրեր։ Ինք առաջնորդ էր այդ պատասխանադու անձնավորության եւ ինքը գույրցավ։ Գիշեք պամը։ Գիշեք մի քանի շաբաթ առաջ ինչ պատահեցավ։ Բողոսին ալ նույն բանը եղավ։ Բողոսը ճիշտ նույն վիճակի մեջն էր։ Ինք Աստծո ժողովրդին հակառակ էր։ Գուզերը սպաննել Դամասկոսի ջամփուն վրա։ Գուզեր հալածել, երթար, Երուսաղեմ բերել, արգելքեր, ինչպես այս կախարդը հիմա առաջնորդին։ Բողոսն ալ նույնպես էր։ Ինքը երբ Տիրոջ խոսքը եկավ, իր աչքերն ալ գույրցավ։ Եվ նույն բանը կբադայի այս մոքին եւ ինքը հիշե նաեւ վստահ, թե ինք ուրդեղեն ուր եկավ։ Գույր բիդելլաս իսկույն խավարիչավ բդելով առաջնորդ կփնդրեր։ Այն ադեն փոխանորդ պտեշը երբ այս բաները տեսավ, հավատաց մեծապես զարմանալով դերոջը վարդապետությանը վրա։ Հալելույա։ Հալելույա։ Գտեստեք Բողոսը ինչ խստությամբ այս մարդուն խոսեցավ։ Գիշեք Պետրոսը ինչ խստությամբ Սիմոն Տախարտին խոսեցավ։ Գիշեք Պետրոսը ինչ խստությամբ Անանիասին եւ Սաֆիրային խոսեցավ։ Սիրելի քուր եղբայրներ, սեր ըսել չէ անարդարություն։ Սեր ըսել չէ մարդոց մեջ կքորել, շոյել։ Սեր ըսել է ճշմարտություն ըսել։ Այո, այստեղ խիստ բացելով զինք, քանի որ անարդարությունը կխապեր, ճշմարտության հակառակ կլար, արգելք էր այդ մարդկանց փրկությանը։ Մեր եկեղեցիների մեջ շատ մարդիկ կան, որոնք արգելք են մարդկանց հոգևոր առաջացմանը, իբր թե շատ կսիրեն, իբր թե շատ համերաշխեն, իբր թե շատ այսպես ընդուների են, գնդունին մա վնաս չունի, մեղք կրավ վնաս չունի, ոչ, մեղքը մեղք է, անարդարությունը, պետք է արդարը լանք, խաբեության թեմ, անարդարության թեմ, զրբարդության թեմ, թշնամության թեմ, գսե դու ամեն գսե սատանայի որդի, թշնամի բոլոր արդարության, Սուրբ ոգիով լեցված։ Սիրելիներ, մենք պետք ունենք Սուրբ ոգիով լեցված, սիրով այո, բայց արդարությամբ, սիրով այո, բայց ճշմարտությամբ, իրականությունը ասելով։ Աստծո խոսքը գաջեր, նայեցեք այստեղ այս պտեշը, այո, այս պտեշը որ ընդունեց, արդեն հետաքրքրված էր Աստծո խոսքով, բայց դեսավ Աստծո զորությունը։ Դեսավ որ այդ գախարտը ոչ շատ մգախարտություն արած էր, բայց Աստծո զորության առջև ոչ մեկ բան չգրծավ անել, Աստված ավելի զորավոր է, հասկացավ, չմոռնաք, անաստվածներ էին, հետանոսներ էին, չէին գիտեր ոչ Հիսուսը, ոչ Աստվածը, ոչ մի աստվածություն։ Այս բոլորը չէին գիտեր։ Դեսան աչքորով եւ ինչ եղավ, հավատքը շատացավ։ Նվիրվեցավ եւ այդ պտեշը, որ այդ քաղաքին կարևոր անձնավորությունները մեկն էր, վստահ Պաֆոսին մեջ, Պաֆոս կղզի մեջ մի քանի ամիսներ առաջ կացի եւ այդտեսա այդտեղ մեծ եկեղեցիներ բացին։ Ոչ թե շենքեր, այլ մեծ խումբեր բացվեցավ։ Դնային խմբակներ, եկեղեցիներ դուներու մեջ սկսան քարոզել, ապրիլ, հրաշքներ անել, ինչու, քանի որ արդարություն քարոզվեցավ։ Նորեն գսեմ, եկեղեցիները գաջին, եթե եկեղեցի գլուխները քիչ ավելի Քրիստոսի դեղ դային եւ իրենց ցայնը քիչ ավելի լրացնեին։ Օրտնյալ է մեր դերը,
որ մեզ գսորվեցնե ճշմարիտ քրիստոնեական հավատքի հիմքը։ Գործ առաքելոցը մեր քրիստոնեական հավատքի հիմքն է, ինչպես ամբողջ ավետարանը անշուշտ։ Բայց այստեղ գտեսնենք ինչպես հավատքը կսկսի, ինչ բանի վրա կհիմնվի, ինչ բանով մարդիկ կաշխարեն, ինչ բանով մարդիկ կընդունին Քրիստոսի զորությունը, եւ որ գսես սատանայի որդի, գիտեք ինչ սորավոր խոսք է այստեղը։ Մինչև երբ գսես շիդակ ջամփաները պիտի դրես, դիրոջը շիդակ ջամփաները պիտի ծրես։ Ինենք դիրոջ ջամփան կկարոզեին։ Այսօր եկեղեցիներու մեջ սիրելիներ շատ կներեք ինչ պիտի ասեմ, եկեղեցիներու մեջ այն կլար շիդակ բան չի կարոզվիր։ Դիրոջ շիդակ ջամփան չի կարոզվիր, մարդիկ իրենց ուզածը կամ մարդկանց ուզածը գուզեն կարոզել, մարդկանց ուզածը գուզեն հասցնել, մարդկանց ուզածը որ մարդիկ չնեղվին, չթողնեն եկեղեցին չերտան, գարձեք նպատակը այսօր եկեղեցիների աթոռները լեցնելն է։ Գարձեք այսօր նպատակը եկեղեցիներու մեջ մարդ շատցնելն է։ Ոչ սիրելիներ, այդպես չէ։ Նպատակը Քրիստոսի շիդակ ջամփան կարոզելն է, շիդակ ջամփան աբրեցնելն է, շիդակ ջամփան աբրիլն է, իր խոսքերը փոխանցելն է, իր խոսքերը աբրիլն է, եւ ոչ թե մեր գարձած ուզած բաներու մեջ հանգիստ կենալ եւ մարդկանց չնեղացնելն է։ Թող Տերը քեզ օգնե, որ այս խոսքին վրա դու շտկես քո ճանապարհդ, քո ավելորդաբաշխություններդ, քո մարդկային սովորությունները եւ ավանդությունները, լավ լսի ինչ կսեմ, քո եկեղեցական ավանդությունները, որ այս քրքին համապատասխան չեն, քո այս կամ այն դաստիարակությունը, որ այս քրքին համաձայն չէ, շտկես դիրոջը շիդակ խոսքին մեջ բերես։ Մնացած երկրորդական է։ Առաջինը դիրոջ խոսքն է։ Թող Տերը քեզ օրհնե, եւ Տերը քեզ զորացնե, եւ Տերը քեզ ցույց տա, որ ամենաթանկը ինքն է, ամենակարևորը ինքն է իր ջամփան է, եւ դու դառնաս Բողոսի նման, Բարնաբասի նման, ճշմարիտ, աբրող, խոսող, Սուրբ Հոգիով առաջնորդված մարդ, եւ փառքը դրվի իրեն, հալելույա։ Գվերակտնենք իրան։ Տեր ամեն օր ես հասկանում եմ, որ երկրում խոսքով Տեր երկինքը անձրևում եւ արշալույսը ինչ որ քո խոսքով, քո ձեռքով ամենասով արարել հաստատել ես աշխարհում, դարերի մեջ չի խամրում եւ փառքն է քո պատմում։ Parkes du amenatagnes amenacaroges dies ergas moge vararoges tu Parkes du amenatagnes metievanchareges ko imastutam bestechze Amen bandu visi mi arțunchi țanca halvo
Kera Amoko Diro Sekne Kes Kakchutyam Bumer Mapum Lucy Mech Arachnortum Yeftanu Ամբերից ու աստղերից ու մտքից վեր քեզ օրհնում Փառքես դու ամենատանկն ես ամենակարող ես դիեզեր կազմող եւ արարող ես դու Փառքես դու ամենատանկն ես մեծ եւ անճարեղ ես քո իմաստությամբ ես ստեղծել ամեն բան Փառքես ամենակարող ես Դու ամենատանկ ես Փառքես դու ամենատանկ ես Մեծ եւ անճարեղ ես Փառքես դու ամենատանկ ես ամենակարող ես Փառքես դու ամենատանկ ես մեծ եւ Հալելույա, ամենաթանկն ես, կպատվենք եւ գործենք քեզ դեր։ Օրհնյալ է քո սուրբ անունը։ Տուն որ ես էիր եւ գլաս Հավիդյանը Սավիդենից քեզ կբաշխենք գործենք։ Կպատվենք կփառավորենք քո սուրբ անունը։ Այցել է ամեն մեկը որ լսեց այս խոսքը։ Որ այս խոսքը բղապերը լայր կյանքին մեջ եւ ին կարողանա փոխանցել ուրիշներուն իրենց կյանքով, իր խոսքով Դեր խոսի քո ժողովուրդը մակրե սրբե քո կալուստետ առաջ։ Մակրե մեզ այս դժվար վիճակներու մեջ լուր մնանք, լուրջ մնանք, խոսքիդ մեջ մնանք։ Եվ քո շնորհքը, խաղաղությունը, սերը լեցնե ամեն մեկը, որ իմ այստեղ են։ Անոնք որ դարբեր փանդերու մեջ են այսօր ազատագրվեն Հիսուսի անունով։ Հավատարիմ մնալով մինչև վերջ։ Չլա թե ոչ մեկ նեղություն, ոչ մեկ խնդիկ, ոչ մեկ Ոյ մեկ բան չխանգարես իրենք հավատարիմ մնալեն առաջ։ Քեզ հավատարիմ, քո ժողովրդիդ, քո խոսքիդ, միապանված եկեղեցիի մեջ, միապանված քո ընտանիքի մեջ դեր։ Քանզի այս է որ պիտի մնա Հավիդյանը Սավիդենից։ Օրհնյալ է անունը հիմա եւ միշտ Հավիդյան Հիսուս։ Հալելույա, ամեն։ Եվ ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, դերը ցեզ արադաբես օրհնելով օրհնե, մենք եթե դերը գամի, ուրեմն կալչորեքշաբթի ճունինք Միշտ շորեքշաբթի նույն ժամուն նույն ալիքին վրա կհանդիպենք այստեղ շարունակելով մեր ծառայությունը։
Աստված օրհնեցես ձեր ընտանիքը եւ այս խոսքերով ապրինք մինչեւ Հիսուս գա։ Ցտեսություն, օրհնված գիշեր բոլորիս։